Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում շաբաթվա սպորտն է։ Այսօրվա թեման շատ հետաքրքիր է։ Կամավորներ, վոլոնտյորներ։ Թեմա, որին մենք առանձնապես չենք անդրադարձել, որը պարբերաբար դուրս է մնում ընդհանուր հետաքրքրության դաշտից, բայց որն անչափ կարևոր է այս կամ այն միջոցառման ժամանակ։ Հյուրս Հայաստանի կամավորների միության նախագահ Սևակ Կարապետյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ գործընկերներից պատրաստած տեսանյութը դիտենք կամավորների մասին, թե օրինակ օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհի առաջնություններում ինչպես են գնահատվում կամավորները, որովհետև մենք գիտենք, որ հենց օրինակ բացման արարողության ժամանակ հատուկ օլիմպիական կոմիտեի նախագահը անդրադառնում է կամավորներին, փակման արարողության ժամանակ կամավորները նույնիսկ շքերթ են անցնում, որովհետև նրանց դերը շատ մեծ է։ Առայժմ այս տեսանյութը հետո կվերադառնանք խոսենք, խնդրեմ։ Հայաստանի սպորտային կյանքը վերջին 10 տարիներին չի անցել առանց մի ուժի, որը հաճախ մնում է կադրից դուրս, բայց իրականում մեծ միջոցառումների սյուներից մեկն է։ Այդ ուժը կամավորներն են, մարդիկ, որոնք իրենց ժամանակը, էներգիան եւ նվիրվածությունը ներդնում են երկրի մարզական պատմության ամենակարևոր պահերին։ Շրջադարձային է 2015 թվականն էր։ Այդ տարի հիմնադրվեց Հայկական կամավորական միությունը, որը շատ արագ դարձավ Հայաստանի սպորտային միջոցառումների աջակցման գլխավոր կենտրոնը։ Նույն տարում նրանք ստացան իրենց առաջին մեծ փորձությունը՝ համահայկական խաղերը։ Հայաստանում անցկացվող այդ մասշտաբային մրցաշարը պահանջում էր բարձր կարգի կազմակերպչական ուժ, եւ հենց կամավորներն էին, որ ապահովեցին մրցավարների աշխատանքը, մարզիկների ուղեկցումը, տեղեկատվական հոսքերի կառավարումը եւ հանդիսատեսի սպասարկումը։ Այդ մեկնարկից հետո կամավորական շարժումը սպորտում կտրուկ աճեց։ Տարբեր տարիների ընթացքում Հայաստանում անցկացվել է մոտ 100 խոշոր սպորտային միջոցառում, որոնց սպասարկման առանցքային մասը իրականացրել են կամավորները։ Այս 10 տարվա ընթացքում սպորտային միջոցառումներին մասնակցել է 100,000 եւ ավելի կամավոր։ Նրանց համար կամավորությունը ոչ միայն օգնության ձև էր, այլև հնարավորություն տեսնելու մեծ սպորտը ներսից։ Շատերի համար այն դարձավ առաջին փորձը կազմակերպչական ոլորտում, առաջին շփումը միջազգային մրցաշարերի հետ, առաջին մտերմությունը տարբեր երկրներից ժամանած մարզիկների հետ։ Նրանք են ապահովում շարժը գրանցումից մինչև մեկնարկային արարողություն։ Այսօր արդեն վստահ կարելի է ասել, Հայաստանի սպորտային միջոցառումներն ունեն սեփական թաքնված թիմը, կամավորներին, որոնք իրենց նվիրումով ձևավորել են որակի նոր չափանիշ։ Եվ քանի դեռ այս շարժումը շարունակում է զարգանալ, Հայաստանի մարզական իրադարձությունները միշտ կունենան կայուն, հուսալի ու մարդկային հիմք։ Այսպեսին է կամավորի աշխատանքը եւ հիմա սկսենք նրանից, որ Հայաստանում որպես այդպիսին կամավորական շարժում, որպես այդպիսին կամավորի ինստիտուտը կայացած չէր։ Եվ պատճառը պարզ էր, ինչու, որովհետև Հայաստանում խոշոր պաշտոնական մրցումներ չէր անցկացվում պարզապես։ Եվ երբ 2022 թվականին առաջին անգամ Եվրոպայի բռնցքամարտի մեծահասակների առաջնություն կայացավ Երևանում, սկսվեց նաև ձեր աշխատանքը։ Դուք ունեիք այդ միությունը, որը սպասարկում էր փոքր մասշտաբի մրցումներ, համահայկական խաղեր, բայց որ այդպիսի կարևոր ու պատասխանատու մրցում, պրոֆեսիոնալ մրցում դուք չէիք սպասարկել։ Խնդիր էր, դժվար էր մարդկանց քանակ հավաքելը, որակ ապահովելը։ 2022 թվականի բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության ժամանակահատվածում խնդիր հավաքագրելու դժվար չէր, բայց կային որոշակի բարդություններ զուտ լեզվական, որովհետև մենք նախընտրություն ենք տալիս ունենալ կամավորների, ովքեր որ տիրապետում են տվյալ պետության լեզվին կամ որոշակի ծանոթ են տվյալ մշակույթին, բարդությունն այդ շրջանակում էր, իսկ պատրաստակամությունը աջակցության բավականին շատ էր երիտասարդների կողմից, ավելի շատ միջին երիտասարդներին ավելի շատ ցանկանում, ովքեր դեռ 16-17 տարեկան էին, բայց մենք մեր շեմը դրել ենք, որ պետքա լինեն չափահասներ, բնականաբար եղան բացառություններ, ում ներգրավեցինք հաշվի առնելով նախորդ ծրագրերում իրենց ունեցած փոքրիկ ներդրումը, բայց process-ը բավականին դյուրին գնաց ու կարողացանք 2 ամսվա ընթացքում ապահովել այն անհրաժեշտության կամավորների թիվը, որը որ ներգրավեց ծրագրին։ Հետո դրան հաջորդեցին ընդամենը 3 տարվա ընթացքում ծանրամարտի Եվրոպայի առաջնություն մեծահասակներ, սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնություն, կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնություն, բասկետբոլի մինչև 20 տարեկանների դիվիզիոն ու էլի շատ մրցումներ։ Ավելի հեշտ դարձավ, թե չի դյուրինանում աշխատանքը։
միևնույն է պատասխանատվությունը մնում է նույնը։ Տեսեք, պահանջներն էլ են փոխվում, ամեն անգամ յուրաքանչյուր ծրագրին մոտեցումները փոխվում են, ավելի գնում ենք զարգացման ճանապարհով։ Խնդիրը նրանում է, որ սերնդեսերունդ հետաքրքրվածությունն է սկսում որոշակի նվազել, բայց հենց ինչ որ մեկին կարողանում ես ներգրավել նման մասշտաբային ծրագրին, ինքը դառնում է դեսպան, որը իր հետ բերում է տասնյակ կամավորներ, այսինքն պետքա փորձել լինել ծրագրի մեջ, տեսնել խնդիրները, որտեղ ինքը տարբեր է, ինքը պատասխանատվություն է, որը որ պետք է կարողանաս իրականացնել ու կամավոր։ Ակնկալիքները բազմազան են, սկսած մոտեցումից մինչև այդ տվյալ մարդուն ճանապարհելը, դիմավորելուց մինչև ճանապարհել ու ընթացքում կախված ծրագրից նաև կա հետաքրքրվածություն տվյալ սպորտի նկատմամբ։ Ծանրամարտի ժամանակ հետաքրքրությունը շատ մեծ էր, կարատեի ժամանակ շատ մեծ էր, բասկետբոլի ժամանակ որոշակի նվազեց, ու սենց բարը սամբոյի ժամանակ որոշակի աճեց, ու սենց ինքը պարբերաբար ըստ ծրագրի դիմողների թիվը ավելանում եւ պակասում է, բայց կարողանում ենք ապահովել այն քանակությունը, որը որ պետքա ծրագրի համար։ Ընդհանրապես կամավորի աշխատանքը շատ չերևացող, բայց անչափ կարևոր աշխատանք է։ Երբեմն չգնահատվող, բայց իսկապես որակական առումով հսկայական ազդեցություն ունի միջոցառման վրա։ Կամավորով է հյուրը սկսում ճանաչել երկիրը, որովհետև առաջինը կամավորին է տեսնում։ Իջավ օդանավակայան, տեսնում է 2-3 երիտասարդ, եթե նրանք ժպտադեմ են, լավ տիրապետում են օտար լեզվին, հյուրընկալ են, կարողանում են այսպես քաղցր ընդունելություն կազմակերպել, ամեն ինչ լավ է ստացվում։ Բայց լինում է գնում ես երկիր, դիմավորում են, հասկանում ես, որ իրենց առանձնապես չէ հետաքրքրում, դու եկել ես, չես եկել, ու դա շատ վատ է։ Անմիջապես բացասական մոտեցում է գեներացվում ու հետո չես էլ կարողանում այդ մրցումը այլևս համարել կայացած, լավը թեպետ գուցե եւ իրականում մնացած հարցերը անթերի կազմակերպած լինեն։ Հետո մրցավայրում նույն կերպ կամավորը պիտի տեղյակ լինի ամեն ծակուցուկին, ամեն ճանապարհին, ամեն ուղուն, ամեն աստիճանին, որտեղ է մարզումը, որտեղ է կշերքը, որտեղ է բժշկական սենյակը, որտեղ է դոպինգ ստուգման սենյակը, մի խոսքով ամեն ինչին պիտի շատ տեղեկացված լինի։ Սրա համար պետք է որոշակի վարժանքներ, պետք է նրանց պատրաստել։ Հասկանալի է, որ ամբողջ աշխարհում էլ կամավորների հիմքը ուսանողներն են, բայց պարբերաբար տեսնում ես 60 տարեկան, 70 տարեկան կամավոր, որ եկել է ու ուզում է իր լուման ներդնել, իր երկիրը ցույց տալու, մրցումը լավ կազմակերպելու, օլիմպիական խաղերի ժամանակ ընդհանրապես այլ երկրներից ժամանած տղամարդիկ կանայք 60-50 տարեկան, նրանց պետք է պատրաստել։ Դուք ինչպես եք ընդգրկում, ինչ որակներ հաշվի առնելով, բացի լեզվի իմացությունը, կան արդյոք այլ որակներ, որ հաշվի եք առնում եւ ունեք արդյոք ծրագիր ինչպես պատրաստել կամավորներին այս կամ այն միջոցառմանը։ Տեսեք, առաջնային բնականաբար, եթե միջազգային ծրագիր է, դիտարկում ենք լեզվական իմացությունը, երկրորդ ամենակարևորը, որը որ մեր համար առաջնային է, դա ցանկությունը կամավոր ներգրավելու ծրագրին, որտեղ ինչպես դուք նշեցիք, սա աշխատանք է անհայտուց, երբեմն չգնահատված, բայց ցանկությունը աջակցելու ինքնին բերում է նրան, որ տվյալ կամավորը կարող է օգնել։ Դրա համար մենք բաժանում ենք մի քանի ուղղություններ, այսինքն սկսվում է մեր աշխատանքը Զվարթնոց օդանավականից, հյուրանոցներ, դելեգացիայի կամավորներ, տրանսպորտը համակարգող կամավորներ, մրցման վայրում աջակցող կամավորներ եւ թմերի ուղեկցողները, ովքեր որ միշտ նրանց հետ են։ Թմերի ուղեկցողները դրանք այն կամավորներն են, ովքեր որ լեզվական ունեն բավականին մեծ փորձ, նաև որոշակի դասընթացներ է տարվում իրենց հետ, պատրաստում ենք նրանց, թե ինչպես շփվել տվյալ պետության մշակույթին, որոշակի ծանոթանալ, ինչ են ընդունում, ինչը չեն ընդունում, որ կարողանան ճիշտ մոտեցում ցուցաբերել։ Մի քանի ամիս առաջվանից սկսում է տեղադրվում է հայտարարություն, հայտարարության հիման վրա ընտրում են կամավորներին նախնական, դրանից հետո սկսում ենք բաժանել ըստ ուղղությունների կատարվում են իրենց տրեյնինգները, այդ նախապատրաստական աշխատանքները, որտեղ մանրամասն ներկայացվում է իրենց աշխատանք, իրենց բարդություններով, ինչ պետք է անեն, ոնց պետք է անեն։ Զվարթնոցը մեր մատյան գունդն է, մենք միշտ sense ենք նշում, որը որ ունի հատուկ խնդիր իր առաջ 24/7 հերթապահություն իրականացնել։ Այն տրամադրությունը, որը որ փոխանցում է Զվարթնոցը, մենք այդպես ենք կոչում Զվարթնոցի կամավորները, այո, ինքը հիմքն է
ամեն ինչի, սկսում է ամբողջ մոտեցումը տեղից, որտեղ կան երկրների ժամանող օրինակ դելեգացիաներ, ովքեր որ ունենում են հենց մուտքի ժամանակ որոշակի խնդիրներ սահման անցնելուց։ Վիզայի հետ կապված, այո, վիզայի հետ կապված լեզվական խնդիրներ, ուղեբեռի հետ կապված, ուզում են անմիջապես հեռախոս ունենալ, ուղեբեռը ամեն ինչ, դրանց տրամադրությունը փոխում են կամավորների միջոցով։ Այն տպավորությունը, որ իրենք ստանում են, միշտ եղել է դրական, դեռ չենք ունեցել դեռևս արձանագրած որևէ դեպք, որ կամավորի կողմից եղել է անտեսվածություն կամ ինչ-որ հարց է բարձրաձայնվել, կապ չունի դա լուսադեմ ժամը 3-ն է, 4-ն է, 5-ն է, 24/7 հերթապահություն իրականացնող կամավորը իր պատասխանատու թմի հետ բոլոր հարցերին նախնական տալիս է լուծում, իսկ ինչը տվյալ պայն հնարավորություն չի լինում զուտ ֆիզիկապես եւ ժամանակի առումով, առավոտյան արդեն իսկ հյուրանոցի կամավորը, ով որ տեղյակ է process-ից, իրազեկում է իր կամավորին, որը բարձրացնում է հարցը արդեն համակարգող կամավորների շտաբին, շտաբների միջոցով, այո, հավատագրման կամավորները ձևավորում է համակարգման կամավորների աշխատանքը համակարգման շտաբի միջոցով ամբողջ այդ process-ը ինքը շղթայի նման անընդհատ պատտվելով համակարգում է, ինֆորմացիա է վերցնում, փոխանցում ու տենց բարբերաբար հայտնի է որ ամեն մարդ ունի իր նախասիրությունը, նաև երկրների հարցում ամեն մարդ ունի սիրած կամ չսիրած երկիր։ Այս խնդիրները, չէ՞, բարբերաբար դա ամենամեծ խնդիրն է։ Ինչպես եք Պարզ, մեր ցանկությամբ, որտեղ չենք թողնում, որ լինի յուրաքանչյուր կամավորի ցանկությամբ, եթե թողես ցանկության վրա ինչ որ մի երկիր բաց կմնա, երկրներ չնշեմ այս պարագայում, որոնք են հիմնականում առաջնային, որոնք երկրորդական, որոնք ընդհանրապես ոչ ոք չեն ցանկանում, բայց բոլոր պետությունների համար նույնիսկ երբ որ կա խիստ պահանջ, որ տվյալ լեզվով պիտի լինի, այդ հարցն են կարում կարգավորենք, գտնում են կամավորների, ովքեր որ պատրաստակամություն են հայտնում օգնելու, չենք հարցնում կարծիքը, առաջնայինը դա է, դիտարկում ենք նախ նշած իրենց լեզուների իմացությունը, եթե նշել է օրինակ, չգիտեմ, օրինակը բերեմ այս պարագայում Ֆրանսիան, բայց ինքը գիտի ընդհանրեն A2 մակարդակի ֆրանսերեն ու ուզում է շատ լինել Ֆրանսիայի խմբում, որքան էլ որ նա լավ տիրապետի անգլերենին, որ կարող է հաղորդակցվել, մենք նախընտրում ենք մեկ այլ կամավորի, այս պարագայում հաշվի չենք առնում տվյալ կամավորի ցանկությունը, որտեղ եթե այս process-ի մեջ առաջնորդվեց ցանկությամբ, ունենալու է խնդիրներ։ Մենք փորձում ենք դա շրջանցել։ Լուրջ փորձություն է լինելու ձեզ համար 2027 թվականը։ Նախ մարմնամարզության Եվրոպայի առաջնություն, հետո ֆրանկոֆոնյան խաղեր եւ հետո ծանրամարտի աշխարհի առաջնություն։ Եթե ծանրամարտը Եվրոպա ունեցել ենք, փորձ ունենք, նորմալ է, չեմ կասկածում, լավ կանցնի, սպորտային մարմնամարզությունը այդքան մեծ չի իր ծավալով, այնտեղ էլ վստահ եմ, որ լավ կանցկացնեք, ապա պիտի խոստովանենք, որ ֆրանկոֆոնյան խաղերը իսկական մարտահրավեր են եւ լուրջ փորձություն է լինելու մեր կամավորների համար։ Նախ մեզ պետք են ֆրանսալեզու կամավորներ ու շատ, որովհետեւ 52-54 երկիր է գալու ֆրանսերեն խոսող ու այդ երկրներից շատերը այլ լեզվով չեն էլ խոսում։ Դրանք մեծամասամբ աֆրիկյան երկրներ են ու այլ լեզվով չեն էլ խոսում, այսինքն պետք է հստակ ֆրանսերենի իմացություն։ Հետո ինքը իր մասշտաբով բավական մեծ է, սպորտային տարրից բացի նաև մշակութային տարր, նաև այս առումով կամավորներ են պետք, ովքեր միայն սպորտ չէ, նաև մշակույթ ինչ-որ չափով կհասկանան, կիմանան, կբացատրեն ու գոնե այդ նախնական խնդիրները կհաղթահարեն։ Արդեն սկսել եք պատրաստվել այս միջոցառմանը։ Արդեն սկսել ենք պլանավորել աշխատանքները հաջորդ տարվանից, 1 տարի եւ ավել ժամանակահատված է հարկավոր նման մասշտաբի ծրագրի շրջանակում մոբիլիզացնել տասնյակ հարյուրավոր կամավորների։ Պրոցեսը բարդ է իհարկե, բայց հաշվի առնելով ֆրանկոֆոն նախագահական գագաթնաժողովը, որը նույնպես բավականին բարդ process է սպորտային աշխարհից դուրս, մենք կարողացանք դա բավականին լավ հաղթահարել, ներգրավելով շուրջ 1100 կամավորների։ Նույնը տանելու ենք նաև այս ժամանակահատվածով, ուսումնական հաստատությունների հետ հանդիպումներ իրականացնելով, մտածենք որոշակի խրախուսանքներ, որոնք աջակցեն ուսանողներին նման մասշտաբային միջոցառման մասնակցելուց հետո ստանալ նաև որոշակի առավելություններ, դա արդեն ինքնին կամավորի վկայականը ավաստագիր ինքնին բավական լուրջ առավելություն է հետագայում կյանքում առաջ գնալու աշխատանքային լավ կարիերա անելու համար, դա շատ կարևոր է ու շատ երիտասարդներ դա գիտակցում են, որովհետև ինքը չվճարվող աշխատանք է որպես այդպիսին, իհարկե սնունդ հագուստ կա, բայց աշխատավարձ գումար որպես դա չկա ու պարզ է, որ շատերը հենց դրա համար են գալիս
Շատերին հետաքրքիր է, իսկ ոմանք էլ ուղղակի հետագայի մասին մտածելով են գալիս։ Այո, խրախուսանք որպես հավաստագիրը իրենց համար արդեն արժեք է, քանի որ ստանում են դրա հիման վրա ուսումնական զեղչեր, որոշ հաստատություններ տրամադրում են զեղչեր, հնարավորություն է նաև դրսում ներկայացնել հասարակական ակտիվության փաստաթուղթ, որը որ բավականին արժեք իրենից ենթադրում նման մասշտաբային միջոցառմանը մասնակցելուն, բայց քանի որ ինքը ժամանակատար է ու իր մեջ կան ժամանակային առումով խնդիրներ, պետք է նաև որոշակի այլ մեթոդներ էլ մտածել, խրախուսելու երիտասարդներին մասշտաբային միջոցառումներին մասնակցելու։